Ողջույն։ Երևի չկա այդպիսի օր, որ չիմանանք ԿՊԱ-ական պաշտոնյայի կողմից բռնություն կիրառելու մասին։ Շաբաթը նոր է սկսել արդեն երկու դեպք։ Նախորդ շաբաթ դարձյալ բռնություն, դրանից առաջ ևս։ Լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ դիմակավորված անձը ծեծի է ենթարկել իրեն։ Դրանից առաջ համացանցում կոնֆլիկտ է ունեցել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ուղևարձը վճարած քաղաքացուն քաղաքապետարանի հսկիչները տուգանում են, պարզվում է սխալ են տուգանել, լրագրողը հեգնում է Facebook-յան էջում։ Քաղաքապետարանի այս նշածս պաշտոնյան կապ է հաստատում, սկսում է հայհոյել, վիրավորել։ Հետո լրագրողին բռնության են ենթարկում։ Ուշագրավ է պաշտոնի անունը՝ հասարակական կարգի պահպանման ծառայության պետ, այսինքն պաշտոնյա, որը հենց հասարակական կարգի պատասխանատուն է, այս ձևով է կարգը պահպանում։ Ավինյանի կառավարած քաղաքապետարանում միակ դեպքը չէ սա։ Վերջերս կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նա էլ էր քաղաքացու ծեծի ենթարկել մի խումբ անձանց հետ, նրան զրկելով ազատությունից, խոշտանգել էր, բայց ընդամենը մի քանի օր անցկացրեց կալանավայրում։ Մկրտչյանի պարտականությունները կատարող նշանակեցին տեղակալին, որը մամուլը գրեց 2029 էլի Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի ենթարկել համայնքապետարանի աշխատողի ու մնացել անպատիժ։ Էլի վերջերս Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ոհմակով ծեծի ենթարկեց բլոգեր Արթուր Չախոյանին ու բնականաբար մնաց անպատիժ։ Մի խոսքով Երևանի քաղաքապետարանում ծեծելը նորաձև է։